Մեղավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Հաբ։ Տիկին Գրիգորյան 2025 թվականը մոտենում է ավարտին, քաղաքական առումով ինչպիսի տարի էր։ Իրականում ցանկացած այն տարի, որտեղ դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, բավականին բարդ տարի է լինում եւ մեր պետության համար, եւ մեր ժողովրդի համար, եւ այդ թվում նաեւ քաղաքական ընդդիմության համար։ Եվ այս տարի էլ ամենամեծ, այսպես իրադարձությունները, որ տեղի են ունեցել հատկապես քաղաքական դաշտում, քաղաքական բանտարկություններն էին, կալանավորումներն էին եւ հետապնդումներն էին։ Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել իսկապես Հայաստանի Հանրապետությունում, երբ 4 arczepiskopos-ն այս պահին կալանավորված։ Հիմա խոսում ենք, բայց չգիտենք վաղը մյուս օրը դեռևս ինչ տեղի կունենա։ Արդյոք այն գրոհը, որ կազմակերպվել եւ շարունակական կերպով կազմակերպվում է Մայրաթորի նկատմամբ, ինչ հանգուցալուծում կստանա։ Այսինքն մենք շարունակական նման բարդ իրավիճակում ենք հայտնվում եւ իրականում քանի Նիկոլ Փաշինյանը կա, պառակտվածությունը երկրի ներսում, պառակտվածությունը քաղաքական համակարգում, պառակտվածությունը մեր երկրի տարբեր ասպարեզներում, հիմա նաև Մայրաթորում, հիմա նաև եկեղեցում այդ պառակտվածությունը շարունակելու է լինել։ Այսինքն, եթե այսպես ամբողջացնեմ, քանի կա Նիկոլ Փաշինյանի իշխանություն, մեր պետության նկատմամբ եւ մեր ժողովրդի նկատմամբ հարվածները միայն ավելանում են։ 2026 թվականին ընտրություններն ենք, ինչ է կարծում, ժամանակը չէ, որ ընդդիմությունը միավորվի եւ միասնական ճակատով հանդես գա։ Ես կարծում եմ քաղաքական ընդդիմությունը, չնայած նրան, որ կարող է տարբեր տարաձայնություններ ունենալ մարտավարական առումով, տարբեր մոտեցումների առումով, բայց իրական ընդդիմադիր դաշտի համար թիվ 1 խնդիր իսկապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ մեր ազգային արժեքների պահպանումն է, ինչը դրսեւորվում է տարբեր ձևաչափերով։ Այսինքն կարող է մենք մի շարքի վրա կանգնած չլինենք բոլորով, ինչը նորմալ է եւ բնական է, հաճախ մեզանում շահարկվում է միասնական լինելը, այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, որ միասնական լինել նշանակում է բոլորը մի ցանկի վրա, մի ցանկում լինել, մի ճակատի վրա կանգնել, բայց օրինակ Մայրաթորում այնինչ ցույց տվեց ընդդիմությունն իսկապես բավականին լավ օրինակ է, երբ տարբեր քաղաքական ուժեր կենտրոնանալով եւ համախմբվելով մի օրակարգի շուրջ, այն է եկեղեցու պաշտպանության շուրջ, այնտեղ էին յուրաքանչյուրը իր մասով կարողացել է իր ներգրավվածություն ունենալ։ Հետևաբար քաղաքական ընդդիմադիր դաշտի մասով կարող եմ դա ասել, որ ընդհանուր կարծես թե հիմնական առողջ ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը։ Խոսքս Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմության մասին չէ, այլ իրական ընդդիմադիր ուժերի համար գերխնդիրը այս իշխանության հեռացումն է եւ դրա համար բնականաբար քաղաքական դաշտում համագործակցություն լինելու է, բայց ոչ այն տրամաբանությամբ, ինչ սովորաբար նկատի ունեն։ Տիկին Գրիգորյան, եթե 2026 թվականին Փաշինյանի թիմը կրկին հաղթի, դեպի ուր կգնա Հայաստանը։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, անկեղծությամբ չեմ ուզում մտածել դրա մասին, որովհետև իմ խորին համոզմամբ մենք ճամփաբաժանի առջև ենք կանգնած եւ մեր ժողովուրդը իրականում պետք է ընտրություն կատարի մեր պետության ապագայի համար եւ նաեւ չտրորելով մեր անցյալը։ Իսկապես այն ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, ամբողջությամբ տրորում է մեր պատմությունը, մեր գոյության իրավունքը, մեր քրիստոնեական արժեքները, ամեն բան տրորում է։ Հիմա 26 թվականին իսկապես մարդիկ պետք է ընտրություն կատարեն հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ապագային եւ արժևորելով մեր անցյալը, որտեւ ինձ համար որպես ոչ միայն քաղաքական գործիչ, այլ նաեւ որպես քաղաքացի, ինձ համար Արցախը ուղղակի թոք չէր, որ պետքա կտրվեր ու հանձնվեր Ադրբեջանին։ Ինձ համար մեր այն տղաներն, ովքեր զոհվել են պահելով մեր հայրենիքը չեն իրենց պատկերացմամբ հանուն ոչնչի են, ինձ համար հանուն մեր հայրենիքի համար մղված պայքար էր։ Այսինքն այս ամեն ինչը, եկեղեցու դեմ գրոհը, ցեղասպանության ուրացումը, այս են ամեն ինչն է, ինչի համար կամ ընդդեմ պետքա 26 թվականին մարդիկ ընտրեն եւ հետեւաբար պետությունը եւ պետական զարգացումը ըստ այդ ուղղությամբ կգնա եւ ես լիահույս եմ տեսնելով նաեւ մեր հայրենակիցների տրամադրությունը, տրամադրվածությունը, ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը եւ ազգային ընկալումները հաղթելու են առաջիկա ընտրություններում։ Տիկին Գրիգորյան, ընտրություններից խոսեցինք, ձեզ կտեսնենք խորհրդարանում, մանդատը կվերցնեք դուք այս տարի։ Իրականում թե ինչպիսի արդյունք կգրանցվի, դա միայն ընտրություններով, բնականաբար ընտրություններով բարձ կլինի։ Ես չեմ ուզում նույնիսկ առաջ գնալ, որովհետև ուզում եմ սա շատ հստակ ասել, 26 թվականը ուղղակի քաղաքական ընտրություններ չեն։ Իսկապես մեր ապագայի մասին ընտրություններ են եւ մեր անցյալի արժևորելու թե տրորելու մասին ընտրություններ են։ Հետևաբար մանդատ մեկը կունենա, այդ մեկը ես կլինեմ, ես չեմ լինի, դա շատ երկրորդական է, այնքան երկրորդական է, որ դրա մասին նույնիսկ չարժել մտածել։ Իրական խնդիրը մեր պետականության պահպանումն է եւ պետականություն ազգային պետության ընկալման տեսանկյունից։ Ի վերջո նորմալ է, չէ, որ ես չեմ ուզում, որ մեր սահմանադրությունը գրվի Ադրբեջանի պատվերով։
Նորմալ է, չէ՞։ Այդ մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ պահի Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, հաջորդ վարքյանից սկսվելու է քարոզարշավ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, նոր սահմանադրության ընդունման։ Մենք դա գիտենք, չէ՞։ Ավելին դա թաքուն չի, գաղտնի չի։ Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունն այդպեսին է, ինքը վերընտրվելու է, դրանից հետո իրականացվելու է սահմանադրության փոփոխություն։ Հետևաբար խորհրդարանում ես կլինեմ, ես չեմ լինի, մանդատ կունենամ, չեմ ունենա, դա այնքան անկարևոր է այն ամեն ինչի համատեքստում, ինչ հիմա տեղի է ունենում մեր ժողովրդի եւ մեր պետության հետ։ Եվ 26 թվականի ընտրությունները այո անկյունակարային են լինելու այդ առումով։ Տիկին Գրիգորյան, ընդդիմության գործունեությունը ինչպես կգնահատեք։ Շատերը պնդում են, որ Հայաստանում ընդդիմությունն էլ պետք է փոխվի։ Ինչ կարծիք ունեք այս մասով։ Արդյոք ընդդիմությունը իդեալական է աշխատել այս տարիներին, բնականաբար ոչ, հակառակ դեպքում մենք կունենայինք արդեն այլ իշխանություն եւ ոչ թե իշխանություն, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար բնականաբար օբյեկտիվ բոլոր քննադատությունները այստեղ տեղ ունեն։ Ցավոք սրտի, երբ ասում են ընդդիմափոխություն, սովորաբար նկատի ունեն այնպիսի ուժերի առկայություն, որոնք այս պահին էլ հասկանալի է Նիկոլ Փաշինյանի աճ եւ ձախ գրպանում տեղավորված ուժեր են։ Իրականում հենց այդ մարդիկ են նախ եւ առաջ տանում ընդդիմափոխության գաղափարը, որովհետեւ իրանց համար ազգային պատկերացումները եւ այլն դրանք պետքա տեղ չունենան մեր ընդհանուր ապագա երկրում եւ տեսլականի մեջ։ Ընդդիմությունը ինքը այո պետք է շատ ավելի ճկուն լինի, շատ ավելի պրոգրեսիվ լինի։ Արդյոք խնդիրներ չկան ընդդիմության մեջ, իհարկե այդ խնդիրները կան, բայց այնուամենայնիվ հենց այս իշխանության խնդիրն է իրականացնել ընդդիմափոխություն, որտեղ չեն լինի ուժեր, որոնք կքննադատեն իրաց հակապետական քաղաքականությունը, կլինեն բոլորիս հայտնի այն ուժերը, ովքեր իրար հետ պարբերաբար հանդիպում են, կլոր սեղանների շուրջ են նստում, այսինքն դա իշխանության հիմնական թեզն է եւ նրան շրջապատող ուժերի հիմնական թեզն է։ Տիկին Գրիգորյան, ինչ ակնկալիք ունեք 2026 թվականին Հայաստանի համար։ Իրականում այս ամբողջ ընթացքում էլ ասում եի, որ 26 թվականը ճակատագրական կարող է լինել եւ մեր պետության եւ մեր ժողովրդի համար։ Ես 26 թվականին ուզում եմ, որ մեր բոլոր այն հայրենակիցներն, ովքեր այս պահին գտնվում են Բաքվի բանտում, րոպե առաջ վերադառնան եւ ուժ եւ համբերություն եմ մաղթում եւ նրանց ընտանիքներին եւ հարազատներին։ Ես ուզում եմ, որ 26 թվականին մենք այլևս փողոցում ցույցեր անող այն մարդկանց չտեսնենք, ովքեր պայքարում են իրենց հարազատների ճակատագիրի պարզման համար։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր հայրենակիցների ճակատագիրը օր առաջ պարզվի, եթե գերության մեջ են վերադարձվի, եթե չէ բոլոր հանգամանքները պարզ դառնան, որովհետև ուղղակի անտանելի է այդ իրողությունը։ Դու հանգիստ քո կյանքով ապրես, բայց այն մարդիկ, ովքեր ռազմաճակատ են ուղարկել իրենց ամենաթանկ մարդկանց, իրենց հարազատներին, իրենց գտնվելու տեղը չգիտեն։ Եվ երբ էլ գնում են ցույց են իրականացնում, նույնիսկ կարող են նրանց տանեն ու կալանավորեն, դա ուղղակի անթույլատրելի է։ Ես 26 թվականին ուզում եմ, որպեսզի մենք այս խնդիրը ամբողջությամբ լուծված ունենանք։ Ես ուզում եմ, որ 26 թվականին ազատ արձակվեն մեր բոլոր քաղաքական բանտարկյալները, որովհետև ամոթ է քրիստոնեական երկրում առաջինը քրիստոնեություն ընդունած պետության մեջ 4 arczepiskopos կալանավորված ունենանք, ամենահարուստ եւ ազդեցիկ հայերից մեկը կալանավորված ունենանք, հա ունենանք ազգային ժողովի падգամավոր կալանավորված, այսինքն ազատություն եմ մաղթում բոլոր քաղաքական կալանավորվածներին եւ ուզում եմ րոպե առաջ դադարեցվի քաղաքական հետապնդումները բոլորի նկատմամբ, եթե մենք իսկապես ուզում ենք մի օր դեմոկրատական երկիր իսկապես կոչվել։ Եվ իհարկե ուզում եմ, որ 26 թվականին բոլոր մարդիկ մենք հայերս ավելի հանդուրժող լինենք իրար նկատմամբ։ Այս պառակտվածությունը, որ սերմանվել է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, իսկապես վերանա։ Այս բանի գիծը, բաժանարար գծերը բոլոր տեղերը վերանան, ավելի բարյացակամությամբ, դրական տրամադրվածությամբ լցված լինենք մեկս մյուսի նկատմամբ, որովհետև օրինակ այսօր իշխանությունները ինչ են անդադ խաղաղությունից են, չէ՞ խոսում։ Իհարկե ամենամեծ պատերազմ ու ողբերգություն իրանք են բերել, բայց խոսում են խաղաղության մասին։ Դա դեռ մի կողմ թողած։ Դու ո՞նց կարող ես գնալ Ալիև Էրդողանի հետ մշտապես խաղաղությունից խոսել ու գալ պատերազմ հայտարարել քո սեփական ժողովրդի դեմ։ Դա ուղղակի աննորմալություն է։ Մեզ իրական խաղաղություն է պետք եւ սահմանին եւ երկրի ներսում։ Եվ ես հույս ունեմ, որ 26 թվականին սկիզբ կդրվի իրական խաղաղության տարածաշրջանում մեր հարևանների հետ եւ իրական խաղաղություն մեր երկրի ներսում։ Եվ բնականաբար սեր, բարեկեցություն բոլորիս ընտանիքներին։ Այո, Մեդիահաբի սիրելի հետևորդներին ցանկանում եմ, որպեսզի լինեն առողջ, ունենան բարձր տրամադրություն, ինչքանով էլ որ հիմա բավականին բարդ է այս երկրում, բարձր տրամադրությունը մշտապես պահել։ Այո, սեր, բարեկեցություն ընտանիքներում մեր սիրելի հայրենակիցներին եւ բնականաբար այն ամեն ինչի մասին խոսեցի
զրուցի եւ դրական սպասելիքներով մեր երկրի նկատմամբ։ Ես հիմա տեսնում եմ, որ շատերը հիասթափված են, շատերը մտածում են երկրից դուրս գալու մասին, շատերը, այսպես ասում են, դե լավ, այս երկիրը էլ զարգանալու հնարավորություն չունի եւ այլն, ես կուզենամ, որ այդ բոլոր խոսքերն իսկապես տեղ չունենան մեր երկրում, բայց ամեն ինչ արվի, որպեսզի դա իրողություն դառնա։ Այսքանը հավանաբար։ Ամեն դեպքում 26 թվականը ճակատագրական տարի է լինելու մեր երկրի համար եւ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը նախ եւ առաջ մեր քաղաքացիները իսկապես ունենան այդ գիտակցումը։ 26 թվականը հերթական տարին չի լինելու։ 26 թվականը անկյունակարային է լինելու, թե մենք ինչպիսի պետության մեջ ենք շարունակելու ապրել։ Մենք էլ հենց հեչ, մեր երեխաները, մեր թոռները ինչպիսի պետության մեջ են ապրելու։ Եվ 26 թվականը դրա պատասխանը պետք է տա, ու այդ պատասխանը չպետք է տան արտաքին ուժերը, ինչպես հիմա արվում է, չպետք է տա Եվրոպան, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ մեզ լսող յուրաքանչյուր մարդ այս տարի, երբ որ բաժակ բարձրացնի նոր տարին դիմավորելու համար, պետք է գիտակցի, որ այդ նոր տարին իսկապես կարևորագույն տարի է լինելու մեր համար, եւ այդ տարում ինքը չի կարող անմասն լինել գործընթացներից։ Ինքը պետք է որոշի, ինքը իր երեխան, իր թոռները, իր ծնողները ինչպիսի երկրում են մեծանալու, ինչպիսի երկրում են ապրելու։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Hub